Ռուսաստանի հայերի միության եւ համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի Հայաստան այցի շրջանակում տեղի ունեցավ մանկապատանեկան մրցույթ միջոցառում։ Միջոցառման նախաձեռնողը Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ու Ռուսաստանի հայերի միությունն էր։ Համերգի ընթացքում երեխաները ներկայացնում էին հայկական ու ռուսական մշակույթի առանձնահատկությունները, սիմվոլիկ ներկայացնելով հայ-ռուսական բարեկամությունը։ Նման միջոցառումների մտահաղացումն ու կազմակերպումը բարձր է գնահատում Հայաստանի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Կարծում եմ շատ կարևոր է ընդհանրապես մրցույթներ կազմակերպելը, որովհետև դրանով մենք փորձում ենք Հայաստանի եւ Սփյուռքում ապրող մեր երիտասարդությանը առավել ողջորել եւ որոշակի թեմայի շուրջ համախմբել։ Շատ կարևորում եմ նաեւ այս մրցանակաբաշխությունը եւ հատկապես այսքան տոնական ու գեղեցիկ պարգևների հանձնումը, որովհետեւ սա պետք է անմոռաց լինի երիտասարդության համար, պատանիների եւ աղջիկների համար, որովհետեւ նրանք իրենց երևի կյանքի առաջին մրցանակներն են ստանում, այդ մրցանակները լինեն անմոռաց եւ ձգտեն հետագայում առավել բարձունքի, առավել կարևոր մրցանակների, մաղթում եմ դա։ Իսկ Ռուսաստանի հայերի միության հետ մենք համագործակցում ենք նախարարության ստեղծման առաջի տարվանից եւ գտնում եմ, որ այս համագործակցությունը շատ կարեւոր է։ Տիկին Հակոբյանը նշեց նաև, որ Հայաստան-Սփյուռք կապը առավել ամրապնդելու գործում մեծ դեր ունեն այնպիսի կազմակերպությունները, ինչպիսին է Ռուսաստանի հայերի միությունը։ Վերջինս յուրօրինակ մի հենասյուն է Ռուսաստանում հայկական Սփյուռքի եւ Հայաստանի մերձեցումը ամրապնդելու համար։ Նշենք, որ համերգից անմիջապես հետո կայանալու էր նաև մրցանակաբաշխություն։ Մարգարիտա Հովհաննիսյան, Արման Գրիգորյան, Սլաքեյեմ։